Հայաստանի Հանրապետության բյուջեն ընդունվեց մի քանի օր առաջ, դուք տեսաք դրա հիմնավորումները եւ այն մտահոգությունները, որը հայտնվեցին, որ բյուջեն ուղղակի հնարավորությունների բյուջե է, իսկ հնարավորությունները արդեն իսկ 15 թվականին նվազել են, այսինքն Հայաստանի Հանրապետությունում գումարների սակավությունը ակնհայտ է, պետական գումարները չեն բավարարելու պետական մարմիններում աշխատող անձանց աշխատավարձների վճարմանը։ Ես հենց այնպես կոչ չարեցի, որ սկսեն չվճարել օրինակ արագաչափերի տուգանքների համար, մենք չպետք է սնուցենք այս իշխանությանը։ Եթե դու չես սնուցում այս իշխանությանը, հետևաբար իրավաբան մարմինները եւ այդ զորքը, որը կա, չի կարող ստանալ համապատասխան վճարում եւ հարձակում գործել քո վրա։ Եվ այդ դա է լինելու հիմնական հետևանքը խաղաղ անհնազանդության։ Երբ դու խաղաղ անհնազանդությամբ, օրինակ գործադուլ ես անում, դու փաստորեն վնաս ես պատճառում իշխանություններին, անմիջապես կպնելով իր գրպանին։ Եթե դու անմիջապես կպնում ես իր գրպանին, ինքը հնարավորություն չի ունենալու օգտագործել այդ վարչական ռեսուրսը։ Բացի այդ, նորից եմ ասում, այդ ընտրակեղծարարները, բոլոր այն մարդիկ, ովքեր որ մասնակիցն են եղել այս հանցագործության, նրանք եթե ենթարկվում են հանրային պարսավանքի, իրենք սկսելու են նահանջել, իրենց մոտ էլ այդ մոտիվացիան փող աշխատելու զարթոնի ճանապարհով կաշառվելու այդ մոտիվացիան իրենց մոտ էլ է հետ նահանջելու։ Հետևաբար այս բոլոր գործողությունները համակարգված իրականացումը բերելու է նրան, որ իշխանությունը ինքն իրենով հետ է նահանջելու։ Ես այս շաբաթվա ընթացքում հենց այնպես չհայտարարեցի, որ Վենեսուելայում պարլամենտական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը նույնիսկ ունենալով իր լիդերները լինելով բանտերում։ Սա այն կուր այդ ավտորիտար ռեժիմի նահանջն է, որտեղ նույնպես տնտեսական ճգնաժամ է, նավթի գները անկում են ապրել եւ պետությունը չունի այն հնարավորությունը, այդ պետական կուր մեխանիզմը, որպեսզի կարողանա սնուցի անընդհատ ռեժիմին, այդ ռեժիմը, որը ճնշում է ժողովրդին։ Նույնն է մեր մոտ է բավականին լուրջ տնտեսական ճգնաժամ է եւ այդ լուրջ տնտեսական ճգնաժամի ներքո իրենք այդ հնարավորությունները անընդհատ չունեն, որպեսզի կարողանան ճնշեն։ Դուք պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ։ Կենտրոնը Երևանն է, եռանկյունաձև գործողություններ են տեղի ունենում, Երևան, Գյումրի, Վանաձոր եւ Կապան։ Անհնազանդության միջոցառում, որևիցե մեկը, նրանք բազմաթիվ են, բազմատեսակ են այդ իրենց ոստիկանական ռեսուրսները չեն հերիքելու այս եռանկյունաձև տարածքում հարձակումներ գործելու այդ իրենց ուժը հնարավորություն չի ունենալու գործադրվի։ Եվ սա պետք է արվի շարունակաբար, ես կարծում եմ մեր հասարակությունը արդեն իսկ պատրաստ է այդպիսի անհնազանդության գործողությունների, որոնք պետք է լինեն համակարգված եւ նաեւ ինչ-որ չափով ինքնա կազմակերպված եւ նաեւ տեղում պետք է ունենան իրենց առաջնորդները։